Ռուս-ուկրաինական դերևս ընթացող հակամարտության ընթացքում, գրեթե ամեն շաբաթ կամ ամեն ամիս գերիներ են փոխանակում եւ որպես կանոն այլ մոդելներ են գործում կամ որոշակի քանակով հավասար փոխանակումներ են կիրառվում, բայց հետ պատերազմյան կոնֆլիկտներում կիրառելի է բոլորը բոլորի դեմ սկզբունքը, բոլորը բոլորի հետ փոխանակելու։ Եվ դա բխում է նաև նոյեմբերի 9-ի եռակոմ հայտարարության տրամաբանությունից, որը առայժմ որևէ մեկը չի չեղարկել այդ։ Ընդհանրապես հումանիտար իրավունքը վերջացած հակամարտության համար արդյունավետ եւ ճիշտ է համարում բոլորը բոլորի դիմաց այդ հումանիստական սկզբունքը։ Առնվազն երկու վարսկանին կարելի էր փոխանակել բոլորին մինուս ռազմաքաղաքական ղեկավարություն ենթադրենք, այսինքն 10-ից ավելի բան կարող ենք ստանալ մենք ռազմագերի երկուսին հանձնելով, էլ չեմ ասում, որ շատ լավ աշխատանքի դեպքում բոլորին դիմաց դասական մոդելը կարող էր կիրառվել, բայց ենթադրենք ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը դեռ չէր ավարտվել եւ այլն, գոնե այն մյուսներին մյուս ռազմագերիներին հնարավոր էր հասնել նրան, որ փոխանակվեին այս երկուսի դիմաց։ Գործարքը այո տեղի է ունեցել Թուրքիայի հետ, ոչ մի պատիժ էլ չեն կրելու այդ մարդիկ, այն վարսկանները, որոնց մենք հանձնել ենք, որովհետև դրանք Թուրքիայի կողմից հավաքագրված վարսկաններ են, ոչ թե Սիրիայի։ Այն ժամանակ էլ դա ակնհայտ փաստ էր եւ իրենք իրենց վարսկաններին բնականաբար խրախուսելու են, ոչ թե պատժելու են եւ ամեն ինչ արեցին իրենց ստանալու համար։ Ես կարծում եմ, որ այդ ավելի քիչ մեզ պիտի մտահոգի այդ երկու վերսի հետ ինչպես են վարվելու բնականաբար զուտ մարկային ճակատագրերի իմաստով։ Թուրքիան շատ կարևոր խնդիր լուծեց իր կրսեր գործընկեր Ադրբեջանի միջոցով մեզ 4 հոգու վերադարձնելով։ Մաքրում են հետքերը, որ այստեղ վարսկաններ են ուղարկել եւ այլն։ Այսինքն քաղաքական շատ կարևոր խնդիր իրենք լուծեցին։